Hello, սիրելի հետևորդներ ջան, խաղաղ օր է սկսվել, օրը երկուշաբթի է, բոլորիդ մաղթում եմ, խաղաղ ու հանգիստ աշխատանքային շաբաթ։ Եղանակը անձրևային է, գիշերը թեթև անձրև է եկել, գարունը լրիվ իր հուների մեջ է, բնությունը սկսել է կանաչել, հեռու անտառները կանաչին են տալիս և մեր բոլորիս համար թթվածին են արտադրում։ Ովքեր գյուղում են ապրում, միգուցե այս ամենը չեն նկատում, ովքեր քաղաքում են ապրում, կարոտ են մնում այս համով ու մաքուր օդին։ Իմ տնտեսության գործերը արել եմ և հիմա շտապում եմ աշխատանքի, որից հետո կմիանամ։ Աշխատանքից եկա տուն արդեն, սիրելի հետևորդներ ջան, գնումներ եմ կապարել, մի հատ էստարիչացնեմ, քիչ անց կտեղավորեմ, համեր բաներ եմ արել, հացը, փռի հաց է, քարի հաց, սիրելի հետևորդներ ջան, մեր հարևան գյուղի, Թեղուտ գյուղի փռի հացն է, նույնպես շատ եմ հավանում, նմանվում է մեր տներում թխված, մեր մակերում կառուցված փռերի հացի խամին։ Հիմա, քանի որ առաջին հերթին կոֆե եմ ուզում եփել, կոֆես առավոտը վերջացել էր, ամաները բացել, պատրաստել եմ, չոր վիճակում է, մի հատ կոֆե լցնենք, կոֆե դնենք, կոֆե եփենք, դուք էլ կոֆե եփեք և միացեք իմ ալիքին, սիրելի հետևորդներ ջան։ Իմ աշխատանքը այն ձև է, որ կեսօրը գնում եմ, հետո արդեն դեպի երեկոյան կողմերը գալիս եմ, օրվա մեջ ժամանակ է լինում, որ իմ գործերը անեմ, իմ բաղոբաղջի, իմ կենդանիների խնամքը կատարեմ, շատ շատերը տառավոտը գնում եք, նոր երեկոյան տուն եք գալիս, շատ շատերը չեն աշխատում, տնային տնտեսուհի են, և այդպես շարունակ, ամենքիս կյանքը մի ձևով դասավորվում է, սիրելի հետևորդներ ջան, թող որ բոլորիս կյանքն էլ լավ դասավորվածություն ունենա և գոհ լինենք մեր ապրած կյանքից։ Հիմա կոֆե, միշտ էլ կոֆեն անպակաս լինի բոլորիցս, քանի որ դարձել է մեր սննդի կարևոր մասը, մեզ ակտիվացնում է, մեզ աշխուժացնում է, մեզ լավ է զգում, ինչու թողնել սենց լավ բանը, ինչու չվայելել և չակտիվանալ ու լավ չզգալ, ճիշտ է եթե չարաշահում ենք ունի իր վատ կողմերը, բայց եթե ամեն ինչն էլ չարաշահենք, իր վատ կողմերը ցույց կտա, անգամ հացը, եթե հացն էլ չարաշահենք, մեր վրա կծանրանա, սիրելի հետևորդներ ջան, նորահացած կոֆեի բույրի համար խենթանալ կարելի է, բաժակս այս կողմ եմ դրել, մոտեցնեմ, ուրեմն սիրելի հետևորդներ ջան, այն բոքորը, որ թխել եմ կաթնահունցով, դեր մնում է, չեմ կտրել, էստեղա, փակել եմ տոպրակով, այս ամանն էլ, որ սենց վրան դրել եմ ու մնացել է, երեք որ Վահանիկը հենց սրտով, ճիքյարով եկավ ինձ օգնեց, ուզում էի, որ իրան հյուրասիրեմ, չուզեց, քանի որ չի սիրում ես վրայի քունջութը ու նմանատիպ այդ ընդեղենը, երեխայա չի սիրում, իրան դուր չի գալի, առաջարկեցի կողքից կտրեմ, այդ մասը կտրեմ, պոկեմ, բայց թե չուզեց, ասեց, որ այս սպիտակ հատիկները որ կան, ինքը չի սիրում դրան, ես էլ շոկոլադ եմ հյուրասիրել, հետո գնացել ենք իրենց տուն, այնտեղ իրա մաման կոֆե եփեց, հյուրասիրվեցի, զրուցեցի, հետո ուշ եմ տուն եկել, որ գնում եմ իմ հարևանների տուն, հատկապես իրենց տուն, հարազատի պես զրուցում ենք և ինձ լավ եմ զգում, ձեր ողջույնները փոխանցում եմ իրենց
իրենք էլ իրենց ողջուններն են ձեզ փոխանցում, սիրելի հետևորդներ ջան, ուզում եմ մինչև կոֆեի եփելը կտրել այս թմբլիկ բոքոնիկը, որ կատնահունցի խմորով եմ արել։ Մարդ չճարեցի։ Մի քիչ կատակով ա հնչում, սիրելի հետևորդներ ջան, բայց թե որ մարդ չճարեցի, ես ինչ անեմ։ Սաղ զբաղված եմ, լատենամ սոր ինչ եմ անում, Աստված ջան։ Հավիսով կտրեմ, ձեր հետ կտրեմ, տեսակ ինչքան լավ աթխված կտրել եմ, մի հատ էլ կտրեմ ափսեի մեջ տնեմ, հա, ավելի սիրում, ավելի հաճելի, այսենց եռանկյունաձև սիրում եմ, որ կտրում եմ, այս դանակն էլ ենքան հավեսով կտրեց, հավեսս ավելի բացվեց, այսենց ընտիր, յուրահատուկ, չամիչները մեջը երևում է, իհարկե սա ես կվայելեմ միայն ու միայն կոֆեից հետո, կոֆես եփեց, հիմա սիրելի հետևորդներ ջան, կոֆես մի կողմ եմ դնում, գնումներս հանեմ, որպեսզի տեղավորեմ, ահա, ճիշտ է սեղանին տեղ կա, բայց ցածր է ընկնում և իմ տեսախցիկից հեռու է ընկնում, դրա համար ինձ օգնության է հասնում մշտապես իմ ջեռոցի ապակին, որ իջեցնում եմ։ Հիմա ցույց եմ տալիս խոշոր նարինջները, որ գնել եմ, 3 հատ խոշոր խնձոր, խոշորները ավելի հասունացած են և ավելի համեղ են։ Ես իմ երեխաներին այդ ձևով եմ սովորացրել, իմ երեխաները փոքր տարիքից սովորեն, որ գնում եմ խանութ ու պետքա ամեն ինչի լավը առնեմ ու տուն բերեմ։ 3 հատ խնձոր, ասեցի մի հատ համը տեսնեմ, ճիշտ է գիտեմ, որ ինքը լավն է, շատ լավ ծանոթ եմ այս խնձորի համին ու հոտին, բայց ամեն դեպքում մի հատ ասեցի համը տեսնեմ, եթե դուր կգա, էլի շատ կվերցնեմ։ Դե նարինջի համը մշտապես գիտենք, խոշոր նարինջներ եմ գնել, ահա, բռիս մեջ հազիվ է տեղավորվում, շատ եմ գնել, 7 հատ գնել եմ սիրելի հետևորդներ ջան, ահա, և ուզում եմ ամեն օր շաբաթվա մեջ դասավորված 7 հատ նարինջ, օրը 2 շաբթ է, այսօրվանից սկսեմ 7 օր, ամեն օր 1 նարինջ, մի հատ համով հոտով սմյուզի սարքեմ, վայելեմ, որը շատ կարևոր է առողջության համար, շատ օգտակար հատկություններ ունի, սիրելի հետևորդներ ջան, հիմա մնացած գնումներս էլ բարձրացնեմ վերև, տեղավորեմ, հետո նոր սմյուզին կպատրաստեմ, այստեղ տան համար շատ կարևոր, ինչը կլինի, սոխը մեր ճաշերի համար, խանութներում արդեն սոխը ծիլ արձակում, հազիվ ջոկ ջկեցի, մենակ այս մեկը ծլով եղավ, ասի դե լավ, հա, այս մեկն էլ բերեմ, թող սենց լինի, մնացածը լավն են, մանր, խոշոր, ասենք, այս որակիներ ես եմ բերել, իսկ ավելի խոշորները մեկ ծիլ կային, չուզեցի էլի ամեն դեպքում, որքեն շատ ծլովը բերեմ, այս իջացնում եմ, կտեղավորեմ, իր տուփի մեջ էր ինչ եմ բերել, այս իմ գնումների կտրոնը, որ միշտ տալիս է, հանդիպանը, սիրելի հետևորդներ ջան, թազա կարտոշկե, բայց ոչ հողի, այլ ջերմոցի, որը նույնպես լավն է։ Ձմեռվա համար, որ առել է, արդեն վերջացել է, 3 օր տանը կարտոշկա չկա, գնացի խանութ, այնտեղ էլ չկար, արդեն նորն է լցվել խանութները, շուկաները, իսկ արդեն էթին կարտոշկեն մեքենաներով են ներում, մեշոկներով են տալիս, կիլոգրամով չեն տալիս, ինչ անեմ, ես էլ մի մեշոկ վերցնեմ, ինչ անեմ, եթե մի մեշոկ առել եմ ու ամբողջ ձմեռ ինձ հերիք էլ է, բա որ հիմա վերցնեմ, կնշանակի ամբողջ համարը սկսած այս պահից իմ կարտոշկա ուտեմ չեր լինի, դրա համար արդեն նոր կարտոշկեն եմ գնելու բերել, կիլոգրամը 750, որքան հիշում եմ, ամեն չափեր վերցրել եմ, նենց հավեսս տվեց հատկապես, որ այս մանր կարտոշկաները էփած պանիրով ընտիրությունը, մանր ու խոշոր, համահավասար վերցրել եմ, այս է խոշորները այս չափի, մի խոսքով
սիրելի հետևորդներ ջան, այսօր համով հոտով իմ համար հաց եմ սարքելու, կարտոշկայի նեփելու, այստեղ ինչ եմ արել ցույց տամ, կաղամ, քալամ, թազա քալամ, նորից ու նորից ջերմոցից սիրելի հետևորդներ ջան, շատերը ասում են 100 ցեղի պարտանյութ են տալիս, որը ստանում են սենց թարմ ու սիրուն կաղամբ, բայց սիրելի հետևորդներ ջան, առանց դրա էլ չի լինի, մարդիկ էլ զբաղվում են ջերմոց են սարքում, գործ են անում, մարդկանց թշնամություն չեն անում, բարիք են պատճառում, այնպես որ վստահորեն առնենք և անուշանենք Չգիտեմ, միտք ունեմ տոլմա անեմ, այն որ մի քիչ ֆարշի մեր ասեցի կոտլետ կանեմ, բայց քանի որ այդ ֆարշս մի քիչ ավելի յուղոտ էր, անմիջապես ուզեցի տոլմա անեմ, հենց որ այս քալամը տեսախանութը ստացել է, սիրելի հետևորդներ ջան, այդ տոլմա կանեմ, այստեղ, մի քիչ պանիր, քիչ եմ գնել, որ շուտ վերջանա, հավեսով վայելեմ Ջերմոցի վարում պամիդոր, ամենքից մեկ հատ, ինչու, որովհետև սիրելի հետևորդներ ջան, սա մշտապես կա, այնպես չի, որ վերջացավ, ու ինչ շատ հարմարա, որ ամենքից մի հատ, այս պահին ուտեմ, վայելեմ, հետո էլի կգնեմ ու թարմը վիճակում անուշ կանեմ, թարմությունից լավ բան չկա, տոպրակները սիրում կհավաքեմ, այստեղ արդեն ճաշացումներ, ապարոն, շատ վաղուց մակարոն չեմ սարքել, մեր հայկական ելովնած մակարոնն է, սիրելի հետևորդներ ջան, այստեղ, կողքս արդեն լավ խմելու աստիճանի կլինի, տոմատ, փոքր բանկայով, և սպիտակաջավար, ձուն եմ սառնանում, սիրելի հետևորդներ ջան, նաև թանավոր կպատրաստեմ, այսպես, այսքանը, հիմա արդեն կարամ կողպես վայելեմ, այստեղ բարձրացնեմ, հացն էլ վերեմ այս կողմ, այս թթուն էլ մնաց այստեղ, պատկերացնում եք լավ վիճակում է, սիրելի հետևորդներ ջան, չգիտեմ, ես թթու չեմ ուտում, տեսնեմ ինչ եմ անում, ում եմ լավություն անում, այս թթուն հանեմ, բաժան անեմ, Ես էլ իմ հացը, ես տեղահակին դասավորելու գործեր ունեմ, բայց առաջին հերթին ուզում եմ իմ կոֆեն վայելել, որտեղ վայելել, իմ սիրելի վայրում, նստում եմ պատուհանի կողքին, վայելում եմ իմ կոֆեն և նայում եմ իմ բակի գեղեցկությանը, քանի որ օրը անձրևային է, հով է, կակաշները լրիվ չեն բացվել ու շատ սիրուն են, այնքան են սիրուն կարելի է անվերջ նայել սիրելի հետևորդներ ջան, դե դուք էլ ձեր կոֆեն վերցրեք, վայելեք և իմ վլոգը դիտեք, լայքեք, տարածեք, ցույց տվեք ձեր լավ ու բարի ընկերներին, որ նրանք նույնպես բաժանորդագրվեն իմ ալիքին և մեր յութուբյան ընտանիքը էլ ավելի մեծանա, բոլորիս համար ավելի հաճելի կլինի սիրելի հետևորդներ ջան, դե ձեզ տեսնեմ։ Անձրևը սկսվեց, բարակ անձրև է գալի այս պահին։ Ջուրը դրել եմ տաքանա, որ քարավը խաշեմ, բայց մինչև այդ ուզում եմ անպայման մի հատ նարինջով սմյուզի պատրաստել։ Երկու կողմերը հանում եմ, ասեմ, որ սիրելի հետևորդներ ջան, ես շատ եմ սիրում, որ իմ սմյուզի մեջ հատկապես նարնջի սմյուզի մի քիչ էլ կեղևային մասա լինում, դրա համար մի քիչ թողնում եմ, ցեն շերտե-շերտեմ կեղևազրկում, որ մի քիչ էլ կեղևի համը կա, հատկապես նարինջների տեսակներ կան, որ իրանց կեղևը ընդհանրապես դառը չէ և շատ օգտակար է, նաև կեղևի այդ հատվածը, իհարկե տհաճ է լինում, երբ որ սենց օգտվենք, բայց շատ-շատերը լավ գիտեք, որ նարինջի կեղևից ցուկատներ են պատրաստում և անուշ են անում։ Դրա համար ինչու սմյուզիի մեջ չօգտագործել սիրելի հետևորդներ ջան, հատկապես որ խառնվում է իր հյութեղ այդ համովության հետ և էլ ավելի հաճելի է լինում։ Ես ցուկատներ չեմ պատրաստում հիմա,
միայն թողնում եմ, երբ որ նարինջ եմ կեղվազրկում կամ էլ մանդարին, քանի որ ցիտրուսային մրգերը հատկություն ունեն իրենց բույրը տարածելու ամբողջ սենյակով մեկ, թողնում եմ այդ բուրմունքը անընդհատ գալիս է թվում է թե օծանելի քացանած սենյակում, հետո որ մի քիչ թոշնում է, նոր արդեն վերցնում եմ։ Հիմա արդեն ես սկսեմ անմիջապես այստեղ եմ մագրացնելու և պատրաստեմ։ Ամեն դեպքում մի հատ այստեղ կտրեմ, հա։ Մի հատ միջուկը տեսնենք շատ կոշտուկներ ունի մեջը, քանի որ լինում է, որ շատ կոշտուկներ է լինում, բայց ոչ շատ ընտիր է սիրելի հետևորդներ ջան, և դրա համար այստեղ ջուրը տաքանում է, կաղամն այդտեղ է և ամեն բան պատրաստ է, մի հատ էլի զգուշանամ այստեղ, տեղը ամուր է և արդեն մադրացնեմ, այսպես, մի քիչ ներքև ենք պահում ձեռքը, նման դեպքում, որ մեր մոտերով չհոսա այդ հյութը, հավերս փակած են այս պահին, հանգիստ եմ, եղանակը, որ մռայլ է լինում, անձրևային է լինում, փակում եմ, երևի այսօր, չգիտեմ, եթե անձրևը չխանգարի, այս պահին դե գալիս է, կհանեմ մի քիչ քուջուջ կանեմ։ Բուրմունքը էլ ավելի տարածվեց, սիրելի հետևորդներ ջան, շատ օգտակար է լինում, շատ առողջարար է։ Այդ ամենի հետ էլ անչափ հաճելի է։ Օգտվեն ոչ միայն, ասենք, օգտակարը, առողջարարը, այլ ուղղակի մեզ լավ զգալու համար։ Մեջտեղից կիսեմ, էլ ավելի հեշտ լինի, միջուկը շատ ընտիր է։ Մնաց ես մի կտորը, ամբողջը պիտի սմյուզի դարձնեմ, մի բաժակ ստացվում է սիրելիներս և շատ ընտիր է ստացվում։ Քանի որ այստեղ մի քանի կաթիլ կաթացել է, անմիջապես սրբեմ և արդեն սկսեմ պտտել։ Վերջ, սմյուզին պատրաստ է։ Սիրելի հետևորդներ ջան, ես մի գդալ մեղր եմ ավելացրել, ցանկության դեպքում դուք էլ կարող եք այդպես վարվել։ Հիմա լցնեմ բաժակը։ Ընտիրություն։ Գույնը տրամադրող։ Մեկ նարինջից ստացա մեկ բաժակ սմյուզի։ Երբ որ մնում է այսպես տարայի մեջ, սիրելի հետևորդներ ջան, կարող եք մի քիչ ջուր լցնել և լցնել ձեր սենյակային ծաղիկները ջրել։ Շատ օգտակար կլինի, ես այդպես եմ վարվելու։ Սմյուզին պատրաստ է, սիրելի հետևորդներ ջան, թողնում եմ, քիչ հետո կվայելեմ, քանի որ այստեղ ջուրը եռում է և պատրաստվեմ քալամը խաշելու։ Այսպես։ Ընդհանուր առմամբ ինքը լավն է, բացի այս մի հատ թերից, այս թերը հանում եմ, այս մասը կտրեմ, միջուկային մասն էլ եմ ուզում առանձնացնել, քանի որ այն հաստ կողմից եմ դրել, մի հատ էլ այդ բարակ կողմերը տաք ջրի մեջ մտնի, որ ավելի հեշտ բացվի։ Դանակը վերցնեմ, դանակով պահեմ ուղիղ, որ հետո կարենամ առանձնացնեմ, այսնեց։ Շատ ընտիր բացվում, այդ ընթացքում կում վայելել եմ սմյուզին, իսկ այդ տարայի մեջ տարել եմ ջուր եմ լցրել
որ ծաղիկներից ջրեմ դրանով։ Ընդհանրապես թազա քալամը, սիրելի հետևորդներ ջան, միշտ էլ դուրսը կանաչ ա լինում, միջուկը սպիտակ ա լինում։ Այսպես, ընտիրություն։ Մի հատ էս հանեմ այս կողմ, հետևեմ նրանց, պտտեմ։ Մի հատ հավեսով տոլմակ սարքեմ։ Անձրևը դեռ կատկթում ա, շաղ ա գալի։ Գարնանային շաղ, փափուկ ու թեթև։ Մի քիչ էլ եղանակը ցուրտ դա, տանը որ գործեր կանեմ, հենց որ անձրևը կտրվի, փորձեմ տեսնեմ, բաղջում ինչ գործեր կանեմ։ Այսպես, մի փոքր մնա, և այս համովությունը նորից կում վայելեմ։ Ընտիրություն, մի քիչ մածուցիկ, մի քիչ թանձր, բայց հաճելի։ Արդեն հանեմ այս թերերը, համեմատած ձմեռվա քալամի հետ, սրանք ավելի շուտ են դեռ փափկում։ Այստեղ տարա եմ դրել, լցնեմ։ Մի հատ սրանց էլի վերանայեմ, այս մասերը առանձնացնեմ, որ հեշտ լինեմ։ Բոլոր եզրերը կտրեցի, հիմա նորից այդ հաստ կողմի վրա իջեցնում եմ եղման ջուրը։ Մի քիչ այդպես կմնա և էլի կպտտեմ, անընդհատ։ Այն ձևով տանակը որ պահում ա, հեշտ եմ լինում ու էլի թերերը հեշտ առանձնանում ա։ Պարզվեց, որ շատ ընտիր քալամ է տոլմայի համար, փափուկ։ Մի հատ նայեք, ես ինչ ընտիր տերևիկներ են փաթաթելու համար անմիջապես։ Մինչև վերջ գնալու ա։ Այս այդ սիրում բացվելով։ Այն ձևով շարունակեմ։ Շարունակվում ա բարակ անձրև գալ, սիրելի հետևորդներ ջան, սմյուզին վայելել եմ, այս ամանը որ հենց պատվել էր սմյուզիով, մի քիչ ջուր եմ լցրել, հետո ջրել եմ իմ ծաղիկներին սենյակային, շատ օգտակար է, արդյունավետություն է տալիս, ծաղիկներին վիտամին է տալիս։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, նաև պատրաստվել եմ տոլմային, արդեն թերը խաշել պատրաստ է, պղինձն եմ դրել, մի քիչ ձեթ եմ լցրել, որ սոխերած անեմ։ Ասեմ, որ երբ որ տոլմայի տակ միշտ չեմ դնում, հատկապես այդ ժամանակ սոխարած եմ անում, տոմատով, հետո նոր տոլմաները շարում եմ։ Իսկ եթե թարմը քալամով եմ անում, սիրելի հետևորդներ ջան, ապա նաև էնի միջուկն եմ դնում սոխերածի վրա, մի քիչ դաղվում է, գույնը փոխվում է և յուրահատուկ համ է ստանում։ Այստեղ արդեն տաք հացելա, քիչ եմ լցվել, առանցեմ էլ ֆարշը յուղոտ է։ Սազուտ նրա համար, որ սոխերածը ստացվի։ Այսպես։ Մի քիչ խոշոր նույնիսկ, տոլմայի վերջում պակարով շատ խամով է լինում։ Լավ տաք հացել է պղինձը, մի քիչ շատ ծտտավ, բայց շատ արագ կարմերում է սոխը ու հիմա արդեն սիրել հետևորդներ ջան, ահա տեսեք, իր ամենայն միջուկը 4 մասի եմ բաժանել ու սոխերածի հետ մի քիչ թող տապվածի։ Այսպես ծտտում եմ, տակը իջեցնեմ, հանկարծ չվարվի, թող հանգիստ տապակվի ու այդ ընթացքում տոմատ արդեն բացել եմ։ Տոմատ լցնեմ
2 ճաշի գդալ։ Մի քիչ էլ տոմատի հետ տապակվի ու ջուր կլցնեմ թեթևակի։ Ոնց որ թե շատ եմ թուլացրել։ Հիմա կարող են ուժեղացնել։ Այնքան համով է լինում այս տարբերակով, ինչ ասելով։ Չուզեցեք մանր կտորները թթվի լեցնել, քանի որ առանց էլ թթու չեմ սիրում։ Ու այս տարբերակով շատ համով է լինում։ Մի փոքր ջուր։ Վերջ, արդեն կարող եմ անջատել, թողնել, սիրելի հետևորդներ ջան, մինչև որ կփաթաթեմ տոլմաները։ Շատ սիրուն է այս թերերը, կանաչները մի կողմ եմ շարել, ահա տեսեք ինչքան ընտիր է, հավեսով, լավ խաշել եմ, այս էլ սպիտակները, կստանամ գույնս գույն տոլմա, անցնեմ գործի։ Ֆարշն եմ հանել սառցեղցիկից, որ արդեն լավ հետ է եկել, այնքան լավն է տեսքը, ոնց որ հենց այս պահին պատրաստած ֆարշ լինի։ Սառնանը շատ որակյալ է, շատ ընտիր է, այն ինչ որ դնում եմ այդտեղ, հանելուց հետո թարմությունը անմիջապես նկատում եմ։ Դրա համար է այդքան անհանգստացել, որ սառնանս հանկարծ չփչանա։ Հիմա, սիրելի հետևորդներ ջան, բրինձը, որ արդեն իսկ լվացել եմ, լցնում եմ, որ թացա լինում, արդեն դժվար է, չէ՞ ամանից գալիս, գդալով իջեցնեմ, գդալով էլ կխառնեմ։ Որպես բրինձը լցրի, մի քիչ էլ աղ կցանեմ, հետո կսկսեմ փաթաթել։ Գունավոր տոլմաներ, կանաչ և սպիտակ։ Ընտիր։ Բրինձը երկարավուն բրինձն է և շատ լավ է մնում տոլմայի մեջ։ Ասել Քաչնազարին ձեռով արածն ուրիշ է։ Գդալը մի կողք եմ դրել ու սկսեցի ձեռքով հունցել։ Բրինձը մի լավ տարածվի, հետո նոր փաթաթեմ։ Թե չի գդալով խառնածին այդքան էլ վստահ չենք լինում։ Ամեն անկյունից մեր մատների համի ուժը փոխանցում ենք և հունցում։ Որ հունցում ենք, մի հատ ֆարշը էլ ավելի թարմությունը ստանում, չէ՞։ Այսպես։ Ընտիր բուրումա է։ Այ հիմա արդեն կսկսեմ փաթաթել։ Այս կոշտուկները, որ երևում է, թողնում եմ, կոշտ չէ, շատ լավն է։ Մարդիկ կան, որ այդ հատվածը սիրում են, ինչպես որ ես։ Իհարկե, եթե չափից շատ կոշտ չի լինում։ Միսը առատորեն լցնում եմ այսենց։ Թմբլիկ տոլմաներ եմ փաթաթելու, մեծ։ Դե ինձ սիրելի հետևորդներ ջան, ձեզ սենց հավեսի բերեցի, այս գառնան անձրևոտ եղանակին, դուք էլ մի համով բան պատրաստեք, որ հետո անցնենք մեր մյուս գործերին։ Ձեռքի հետ էլ արդեն ավելորդ բաները կհեռացնեմ իհարկե, բայց արդեն իսկ քաշելու ընթացքում նկատել եմ, որ բոլոր թերերը լրիվ լավ որակի է։ Անձրևը գալիս է դեռ, խնդրեմ, դրսում գործանել չի լինի։ Այնքան լավ է խաշվել, չի պատրվում։ Այսենց։ Մի հատ էլ կանաչ փորձենք, կանաչը մի հատ մեծ է, կիսեմ, շատ մեծն էլ պետք չի։ Դե ինձ սիրելի հետևորդներ ջան, մնացածը կադրից դուրս փաթաթեմ։
Այ չտողին։ Տոլման փաթաթեցի, վերջացրի, ստացա գարնանային տոլմա, կանաչ և սպիտակ, թարմը քալամով, հիմա ջուրն եմ լցնում և արդեն կմիացնեմ եռալու, սոխեռացի կարմիր գույնը տոմատով արած, արդեն երես ընկավ, մի փոքր էլ ջուր կավելացնեմ, քանի որ սա քիչ է, մի քիչ որ ավելի երեսին ա լինում, ավելի լավ ա եփվում և միացնեմ։ Իմ սիրտը քաշեց մի հատ էլ կոֆե եփեմ, սիրելի հետևորդներ ջան։ Նորից միացեք իմ կոֆեի ժամին։ Եթե դուք էլ գործեր եք անում, հետո ասում եք, բա մի հատ էլ կոֆե չխմենք, ուրեմն խմենք, ի՞նչն է խանգարում։ Եթե ամեն բան սիրով է արվում, տրամադրությունը բարձր է լինում և ամեն բան լավ է լինում։ Տոլման մնչևը կեփի, սիրելի հետևորդներ ջան, իմ կոֆեն էլ կեփի, կվայելեմ։ Եղանական ձևային ա, չգիտեմ։ Կարեմ գնամ իմ աղջում գործեր անեմ, խնձորները լվացել եմ, մի հատ էլ խնձորը վայելեմ։ Ճիշտ ասած նոր եմ վայելել, բայց մեկին չի խանգարում։ Բացենք տեսնենք միջուկը ինչպես է։ Ընտիր։ Շատ լավ է մշակել, շատ լավ է։ Լավ մշակելու դեպքում այ հիմա ապրիլ ամիսն է և խնձոր ունենք, ճիշտ է, սառնարաններում են պահում, բայց եթե լավ որակի չլինի, սառնարանը չի վերցնի ու մեզ չի հասնի, սիրելի հետևորդներ ջան, ամեն գործ սիրով անենք, ամեն բան տեղը տեղին անենք, որ ոչ միայն մեզ օգտակար լինենք, այլ բոլոր մարդկանց օգտակար լինենք։ Դե ինչ, ես իմ խնձորը վայելեմ, որից հետո կոֆեմ և սպասեմ տոլման եփվի։ Տոլմի ֆոտը սոխտուն անգել, սիրելի հետևորդներ ջան, մարմանդ էփում այս ընթացքում, եկել եմ որ վրի տալերկեն վիրանեմ, հետայ, ես սիրում չեմ, որ տոլմեն էփում են, ջուրը ծմաքում է, ջուրը մի լավ մեզ լցրել է, որ լավ էլիս նգնի, հմ ես տալերկեն, զգուշորեն հանեմ, ասա մի մատներով բնի է, ճոմ, ես ինձ սիրուն է, ընտիր, իսկ հիմա սիրելի հետևորդներ ջան, հենց սենց էփելով, ես նախապես պատրաստել էի դե, մի հատ սպիտակ տոլմա հանեմ, մի հատ էլ կանաչ, առայժմ թողում եմ էփվի, մի հատ համտենամ էլի, ճոմ, անձրևը կտրվել է, ծտերը երգում են, սիրելի հետևորդներ ջան, եղանակը մեծ լավն է, ցուրտ է, բայց հաճելի է, այս ընթացքում շատ մի կարևոր զանգ եմ ստացել, որի մասին հաջորդ վլոգում, այսօր երեկոյան կպատրաստեմ, սիրելի հետևորդներ ջան, կդիտեք մյուս օրը, մի քիչ հետո կհամտեսեմ տոլման, արդեն ձեզ պարզ եղավ, որ ինչքան ընտիր տոլմա պատրաստեցի, անունն էլ դրի գարնանային տոլմա, եթե կա ամառային տոլմա, կազումեռային տոլմա, ինչու չլինի գարնանային տոլմա, տեղաշնչվա տոլմի մասին էլ խոսք չկա, որ ապրանք սարերից է նոր են բերում, հետո թարմը մսով տոլմա են անում, դե ինձ սիրելի հետևորդներ ջան, այսպիսով ավարտում եմ վլոգս, որպեսզի նախապատրաստվեմ հաջորդ վլոգին։ Մի հատ էլ տոլմայի ընդհանուր տեսքը ցույց տամ, շատ սիրուն ա ստացվել, շատ ախորժելի տեսք ունի, դուք էլ պատրաստեք գարնան տոլմա և անուշարեք, բարի դիտում և մինչ հաջորդ վլոգ։